Գառնի խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ, այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել վերջին 5 տարիների ընթացքում մեր համայնքում իրականացված այն լայնածավալ եւ կարեւոր ծրագրերը, որոնք նպաստել են մեր համայնքի զարգացմանը եւ ծառայել յուրաքանչյուր բնակչի բարեկեցությանը։ 2021-ից 2025 թվականներին Գառնի խոշորացված համայնքում Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան եւ Ողջաբերդ բնակավայրերում համայնքային եւ պետական սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ճանապարհաշինության նպատակով ներդրվել է շուրջ 886 միլիոն դրամ։ Արդյունքում ասֆալտապատվել եւ հիմնանորոգվել է ընդհանուր մոտ 15.9 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատված։ Տասնամյակներ շարունակ անբարեկարգ եւ չվերանորոգված համայնքային ճանապարհները ոչ միայն ստացել են նոր ու որակյալ տեսք, այլև համալրվել են ժամանակակից ենթակառուցվածքներով։ Իրականացվել են մայթերի սալիկապատման, ջրահեռացման համակարգերի կառուցման, ոռոգման բետոնե առուների անցկացման, ճանապարհային գծանշման եւ նշանների տեղադրման աշխատանքներ։ Այսօր մեր համայնքի բնակիչները, մեծահասակներն ու երեխաները դպրոց, մանկապարտեզ կամ աշխատանքի են հաճախում մաքուր, անվտանգ եւ բարեկարգ ճանապարհներով, առանց ցեխի ու ջրափոսերի։ Ուրախությամբ պետք է նշեմ նաեւ, որ ճանապարհաշինական ծրագրերը շարունակական են լինելու։ Արդեն հաստատվել են առաջիկա 3 տարիների 2026-ից 2028 թվականի ծրագրերը, որոնց շրջանակներում նախատեսվում է համայնքում ասֆալտապատել եւս 10.5 կիլոմետր ճանապարհ։ Այս նպատակով կհատկացվի շուրջ 1 միլիարդ 208 միլիոն դրամ համայնքի ենթակառուցվածքների հետագա զարգացման եւ բնակիչների կյանքի որակի բարելավման համար։ Հավելեմ նաեւ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆինանսավորվել եւ հիմնանորոգվել են համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք հանրապետական եւ զբոսաշրջային ճանապարհներ։ Կառուցվել է Գառնի Գեղարդավանք 4.6 կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհը, հիմնանորոգվել է Գառնիից դեպի Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհահատվածը, Գառնու տաճարի հարակից տարածքը, ինչպես նաև ամբողջությամբ վերակառուցվել է զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող Երևան-Գառնի Գեղարդ ավտոճանապարհը, որը վերջին անգամ հիմնանորոգվել էր դեռևս 1970-ական թվականներին։ Համայնքի առաջնահերթ խնդիրներից մեկը երկար տարիներ եղել է փողոցների եւ տրանսպորտային հանգույցների անբավարար լուսավորությունը։ Այս ոլորտում վերջին տարիներին նույնպես գրանցվել է զգալի առաջընթաց։ 2021 թվականից սկսած Գառնի խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում տեղադրվել է շուրջ 1404 արտաքին լուսավորության լույս, որոնց շնորհիվ այսօր լուսավորվում է մոտ 43 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված։ Ծրագրի իրականացման համար հատկացվել է շուրջ 70 միլիոն դրամ։ Արդյունքում համայնքի փողոցներն ու ճանապարհները դարձել են առավել անվտանգ, հարմարավետ եւ հասանելի ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների համար, հատկապես երեկոյան եւ գիշերային ժամերին։ Բացի այդ, Գառնի կենտրոնական Ալեքյան Գևորգ Մարզպետունի, Երևանյան Գևորգ Մարզպետունի փողոցների խաչմերուկում, ինչպես նաև Երևանյան Ալեքյան փողոցների հատման հատվածում առաջին անգամ տեղադրվել են երթևեկությունը կարգավորող լուսացույցեր, որոնք նպաստում են ճանապարհային անվտանգության բարձրացմանը, երթևեկության կազմակերպվածությանը եւ հետիոտների անվտանգ տեղաշարժին։ Լուսացույցերի տեղադրման համար հատկացվել է շուրջ 9.5 միլիոն դրամ։ Չնայած Գառնին հայտնի է սառը եւ քաղցրահամ ջրով, բայց բնակիչները տարիներ շարունակ բախվում էին ծորակից հոսող ոչ մաքուր ջրի խնդրին։ Պատճառն այն է, որ խորհրդային տարիներին անցկացված եւ տասնամյակներով այդպես էլ չփոխարինված ջրագծերը ժամանակի ընթացքում մաշվել էին եւ հանգեցրել այս խնդրին։ Մինչ օրս Գառնիում եւ համայնքի մյուս բնակավայրերում արդեն փոխարինվել եւ շարունակում է փոխարինվել շուրջ 60 կիլոմետր երկարությամբ ջրագիծ։ Այս տարիների ընթացքում ջրամատակարարման համակարգի բարելավման նպատակով համայնքային բյուջեից եւ պետական սուբվենցիոն ծրագրերի միջոցով ներդրվել է շուրջ 460 միլիոն դրամ։ Զուգահեռաբար 2023 թվականին ավարտին է հասցվել համայնքի նոր ժամանակակից կաթիլային համակարգով գործող քլորակայանի կառուցումը, որի հիմնական նպատակը բնակիչներին առավել անվտանգ, մաքուր եւ որակյալ խմելու ջրով ապահովելն է։
Ծրագրերը շարունակական են լինելու նաև առաջիկա տարիներին։ 2026-ից 2028 թվականներին նախատեսվում է ամբողջությամբ ավարտել Գեղարդ բնակավայրի ջրագծերի փոխարինման աշխատանքները, որոնց համար կհատկացվի շուրջ 85 միլիոն դրամ։ Բացի այդ, նախատեսվում է ավարտին հասցնել նաև խմելու ջրի ջրամբարի կառուցման ծրագիրը, որը կարևոր նշանակություն կունենա համայնքի ջրամատակարարման կայունության և որակի բարձրացման համար։ Վերջին տարիները կարևոր և արդյունավետ են եղել համայնքային շենք շինությունների, մշակութային օջախների, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների պահպանման և բարեկարգման գործում։ 2021 թվականին համայնքային բյուջեի և պետական սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմամբ պլանավորվել և ամբողջությամբ վերակառուցվել է Գառնիի երաժշտական դպրոցը։ Այս կրթամշակութային կարևոր հաստատությունում այսօր սովորում է համայնքի շուրջ 200 աշակերտ, ովքեր կրթություն են ստանում տարբեր մասնագիտություններով՝ դաշնամուր, վոկալ, շվի, դհոլ և կանոն։ Վերանորոգված և արդիականացված պայմանները նոր հնարավորություններ են ստեղծել երեխաների ստեղծագործական զարգացման, արվեստի նկատմամբ հետաքրքրության խորացման և համայնքի մշակութային կյանքի ակտիվացման համար։ Իսկ Գողթ գյուղում ընթանում է տեղի միջնակարգ դպրոցի շինարարությունը, որը պլանավորված է շահագործման հանձնել 2027 թվականին։ Դպրոցը կառուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակներում, և դպրոցի կառուցման համար պետական բյուջեից հատկացվել է 2 միլիարդ 300 միլիոն դրամ, և շատ շուտով մոտ 350 աշակերտ իր ուսումը կշարունակի այս նորակառույց դպրոցում։ Բացի Գողթի միջնակարգ դպրոցից 2024 թվականին համայնքային բյուջեի և պետական սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմամբ ավելի քան 100 միլիոն դրամ է հատկացվել Գողթ գյուղի մանկապարտեզի կապիտալ հիմնանորոգման աշխատանքների։ Արդյունքում մանկապարտեզը ամբողջությամբ վերակառուցվել և արդիականացվել է, ապահովելով հարմարավետ, անվտանգ և ժամանակակից պայմաններ երեխաների համար։ Այսօր այն արդեն իր դռներն է բացել համայնքի շուրջ 80 երեխաների առաջ։ Իսկ Գառնիում UNICEF-ի ֆինանսավորմամբ ընդլայնվում, իսկ պետական ծրագրով վերանորոգվում է Գառնիի մանկապարտեզը, ինչի շնորհիվ նախադպրոցական հաստատությունը շուտով հնարավորություն կունենա ընդունելու ավելի մեծ թվով երեխաների և ապահովելու առավել հարմարավետ ու ժամանակակից պայմաններ նրանց զարգացման և խնամքի համար։ Ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 56 միլիոն դրամ։ Հացավանը նույնպես անմասն չի մնացել բարեկարգման ծրագրերից։ Շահագործման է հանձնվել Հացավան գյուղի մշակույթի տունը, որի վերանորոգման համար հատկացվել է 7.9 միլիոն դրամ։ Ամբողջովին պետական աջակցությամբ Գեղադիր համայնքում նույնպես կառուցվում է այսպիսի ահռելի միջնակարգ դպրոց, որն համապատասխանելու է միջազգային բոլոր ստանդարտներին։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակներում Գեղադիր բնակավայրում արդեն մեկնարկել է տեղի միջնակարգ դպրոցի շինարարությունը։ Նոր դպրոցի բացվելուն, ինչ խոսք, երեխաները սպասում են մեծ անհամբերությամբ։ Համայնքներում ֆուտբոլի զարգացմանը խթանելու նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Կոտայքի մարզում շահագործման է հանձնել 12 ֆուտբոլային խաղադաշտ, որոնցից մեկը 2024 թվականին կառուցվել է Գառնի համայնքում։ Գառնի բնակավայրը նույնպես անմասն չի մնացել դպրոցաշինական ծրագրերից։ Պետական ֆինանսավորմամբ կապիտալ վերանորոգվել է նաև Գառնիի ատոմի անվան համար 2 ավագ դպրոցը, որն այս տարի արդեն շահագործման է հանձնվել։ GIZ-ի ֆինանսավորմամբ մոտ 7.2 միլիոն դրամ է հատկացվել Գառնի համայնքապետարանում քաղաքացիների սպասարկման գրասենյակի ստեղծման համար։
Այս նոր ձևավորված սպասարկման կենտրոնում համայնքի բնակիչները հնարավորություն ունեն արագ եւ հարմարավետ կերպով ներկայացնելու դիմում հայտեր, իրականացնելու տարբեր վճարումներ եւ ստանալու անհրաժեշտ ծառայություններ առանց ավելորդ ժամանակի կորստի։ Այն զգալիորեն բարձրացրել է վարչական ծառայությունների հասանելիությունն ու արդյունավետությունը, դարձնելով համայնքապետարանի աշխատանքը ավելի մատչելի եւ քաղաքացիակենտրոն։ Ինչպես նաև վերանորոգվել է Գառնի համայնքապետարանի շենքի տանիքը եւ նկուղային հատվածը։ Իրականացրած աշխատանքների արդյունքում շենքը ստացել է ավելի անվտանգ եւ բարեկարգ տեսք։ Իսկ նկուղային տարածքը վերակահավորվել է արտակարգ իրավիճակների դեպքում ծառայելու որպես համայնքի բնակիչների համար նախատեսված ապաստարան։ Գառնի, Գողթ, Գեղարդ, Հացավան եւ Գեղադիր բնակավայրերում իրականացվել են մեծ հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների տարածքների բարեկարգման աշխատանքներ։ Վերանորոգվել է նաև Գառնի համայնքում գտնվող զոհված ազատամարտիկներին նվիրված հուշարձան համալիրը։ Կատարված աշխատանքների շնորհիվ տարածքը բարեկարգվել, նորացվել եւ արժանապատիվ տեսք է ստացել, դառնալով հիշատակի, հարգանքի եւ ազգային արժեքների պահպանման կարևոր վայր համայնքի բնակիչների համար։ 2026-2028 թվականների պլանավորված բյուջեի շրջանակում պետություն-համայնք համագործակցության արդյունքում նախատեսվում են նաև համայնքի զարգացման համար կարևոր նոր ծրագրեր։ Մասնավորապես Գողթ գյուղում նախատեսվում է կառուցել նոր սպորտ դպրոց, որն արդեն գտնվում է մրցութային փուլում։ Այս ծրագրի իրականացման համար հատկացվելու է 652.5 միլիոն դրամ։ Միաժամանակ Գեղադիր բնակավայրում կառուցվելու է նոր վարչական շենք, որի իրականացման համար հատկացվելու է 136 միլիոն դրամ, ինչպես նաև 214 միլիոն դրամ է հատկացվելու Գեղադիր բնակավայրի ոռոգման ցանցի համար։ Գառնի համայնքի միջոցներով, ինչպես նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի բաղադրիչ 2 ծրագրի շրջանակում Գառնի համայնքի կողմից ներկայացված Գառնի համայնքի կոմունալ ծառայության որակի բարելավում ծրագրի արդյունքում համայնքը համալրվել է նոր տեխնիկական միջոցներով։ Ծրագրի շրջանակում ձեռք են բերվել GCV տրակտոր, կամազ, ձնամաքրման մեքենա, աղբատար մեքենա, ՈՒԱԶ եւ ծառայողական մեքենա։ Մեր համայնքում իրականացվող բոլոր ծրագրերն ու աշխատանքները մեծապես կախված են մեզանից յուրաքանչյուրից, մեր վճարած հարկերից, մեր համատեղ պատասխանատվությունից եւ համայնքային բարձր գիտակցությունից։ Ձեր վստահությունն ու աջակցությունը միշտ եղել եւ մնում են մեր աշխատանքի կարևոր հիմքը։ Շնորհակալ ենք համագործակցության, միասնականության եւ համայնքային զարգացմանը մշտական մասնակցության համար։